Այս մի փոքր հատվածը, որ ուզում եմ ես խոսել, նվիրված է հենց 1915 թվականին, եւ իմ մեջ վերնագիրը այսպես եմ ձևակերպել, որ Հովհաննես Թումանյանը որպես հայրենասեր եւ բոլոր որբերի հայրիկ։ Տխուր էջերից է մեր ժողովրդի պատմության մեջ, երբ Հովհաննես Թումանյանը 1915 թվականին այլևս հունիս ամսվա վերջի մինչև հուլիսյան վերջերը գտնվեց Արևմտյան Հայաստանում։ Վստահ եմ, որ շատերն կարող են հանդիպած լինել պատմության էջերում, երբ վկայագիրը ներկայացնում է, երբ Հովհաննես Թումանյանը գնաց այնտեղ, սա եղավ իր կյանքի ամենադաժան օրերից ընթացքից մեկը։ Հովհաննես Թումանյանը փորձում է հասկանալ այս ամբողջ իրավիճակը, թե ինչ որտեղից սկսվեց, ինչ եղավ, ինչու այսպես եղավ հայի ճակատագիրը կամ հայի ընթացքը, եւ ասում է ոչ թե միայն ինքը հարցնում է տեղի մասնակից ներկա ժողովրդի ճշտելու համար հայերի մեծ այս դաժան դեպքերը, այլ նաեւ ականատես է լինում, որովհետեւ չմոռանանք, թե ապրիլով ավարտվեց ամեն ինչը, ապրիլ 24-ով ավարտվեց, որովհետեւ սա մի մեծ հարված էր հայ ժողովրդի, Արևմտյան Հայաստանի ժողովրդի վրա, որ հետագայում պիտի իր վատ պտուղները տա, որտեղից պիտի շարունակվեր նաեւ բանաստեղծի կյանքի ամենադաժան ընթացքը, երբ այս ապրումները պիտի կյանքի կոչվեր, նաեւ իր ստեղծագործությունների մեջ, իր ապրումների մեջ։ Ամենակարևոր բանը, ինչպես վկայագիրը նշում է, ասում է Հովհաննես Թումանյանը նպատակ ուներ առաջինը գնալու տեսնելու, թե Վանի, Իգդիրի, Վասկուրականի համայնքում նոր ղեկավարություն է նշանակվել եւ շատ մեծ ցավ ուներ իր մեջ, միթե հայի պայքարով ոգին պիտի ճնշվի։ Եվ գնաց, ոգի ներշնչեց, ամեն ինչի մեջ փորձեց ամենածանր վիճակում հայտնված մարդու կողքը կանգնել լինել։ Եվ ամենակարևոր բանը, որ ուներ ինքը իր մոտ մի ծոցագրպանում էր մի տեղ, որտեղ էր իր ապրում այն նրբությունները, որ հետագայում պիտի փոխանցեն մեզ։ Եվ երբ եկավ, սկսեց լծվել հայի զարգացման, հայի բարգավաճման գործին, շատ հետաքրքրական էր, որ հեղինակը անմիջապես առանձնացնում է Հովհաննես Թումանյանի ամբողջական միտքը։ Առաջինը, որ այս դեպքերը վերաբերեց մշակույթի մեծ ցեղասպանության, հայի գենետիկ ոչնչացման եւ հայի մշակույթի այլևս վերջնական սպանման։ Եվ այս ամենի մեջ մի գեղեցիկ բանաստեղծություն ունի, մի քարյակ, որ ուզում եմ ձեզ ներկայացնել եւ այս ամենով սահմանափակել իմ խոսքը։ Ուրեմն գիտենք, որ Հովհաննես Թումանյանը նաև մեծ ազդեցություն ունեցավ, մասնակցություն ունեցավ փախստականների կյանքում, երբ դաժանորեն ներկայացնում է այդ վիճակը, թե ինչպես էջմիածնում սպառնում են այդ մանուկները։ Մանուկները, որոնց պետք էր մեկը որ տիրություն աներ, պահպաներ, զրկված հայրենիքից, լեզվից, ծնողներից, հարազատներից եւ այս դժվարին բեռը հանձնարար հենց Թումանյանը որպես ամենայն հայոց հայրիկ։ Ուրեմն շատ հետաքրքիր է, երբ գրի առավ իր այս տետրի մեջ տողերը հետեւյալն էին։ Հա, կյանքում ես միշտ այսպես եմ եղել, խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ, հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել եւ սրտիս խորքից առաջել եմ ախ։ Սա ամբողջական իր ապրումների արտահայտություններ այս 4 տողի մեջ եւ փորձել է ամեն գնով ուրախ լինել, բայց սրտի մեջ տխրությունները։ Ինչի, որտեղ այս բառերը միշտ շուտերն էր։ Ախ, ինչու պիտի իմ ժողովուրդը այսպես լինի։ Եվ այս ամենի մեջ ուզում եմ նաեւ նշել, որ Հովհաննես Թումանյանը բացի լինելով որպես մեծ բանաստեղծ, մեծ ստեղծագործող, մեծ հեքիաթագիր եւ այլն, ինչքան ուզում ենք ավելացնել, կա եւ կմնա իմ աչքի առաջ որպես հայրենասեր, հայրենանվեր եւ հայի հոգով ապրող, տարավող եւ հայկող քրի։